եւ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը։ Խնդրեմ Անդրեաս, ոչ թե ներողություն, մեղքիմն է եւ վարում է այսօրվա նիստը Լևոն Բաղրամյանը, խնդրեմ։ Ինքը բացեց, լավ, մեր դեղերը փոխում ենք։ Լևոն Բաղրամյանը Ձանոտ ազգանուն է, չէ՞։ Դուք գիտեք ում ազգականն է եւ ինքը մեզ հետ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, ես որպես մոդերատոր երկու խնդրանք ունեմ բոլորից եւ ռիպորտերներից եւ մնացածից, խնդրում եմ հարցերը պահեք 15 րոպե կխոսեն Անդրեասը եւ Անդրեասը կսկսի հետո Արշակը, ուրեմն երեկվանից մի քիչ տարբեր ենք անելու, առաջի 5-6 հարցերը ռիպորտերներն են տալու, հետո մնացածին, հետո նորից ռիպորտերներին, լրագրողներին ներողություն։ Եվ ես քանի իմ պարտականություններից մեկն է նաև մոտավորապես հիշեցնել 3 ինչ տեսակ եղավ խոսակցությունը, ուրեմն Նիկոլ Փաշինյան եւ Արայիկ Հարությունյանն էին բանախոսները եւ խոսեցին կառավարության կազմի, քաղաքականության, տեսակի եւ այլն։ Այդ հարցերով բավական անուններ նշվեց, ես ժամանակ չեմ ունեցել թերթել բոլոր թերթերը, բայց այդ անուններից պետք չի հիմա որևէ մեկը ընդունի, որ դա քարի վրա է գրվում կամ դա, չգիտեմ, Մովսեսի պատվիրանների պես բաներ են, որ անպայման այնպես որ բաց եղեք, ամեն առումով բաց եղեք, այսօր էլ կարող է անունները հնչեն, որ մեկի համար 100%-ով ընդունելի է, մյուսի համար ոչ մի ձևով ընդունելի չէ, բայց բաց քաղաքացիական խորհուրդ է սա, որը նաև այդ ենթադրում է, որ կլինեն անհամաձայնություններ։ Եվ ուղղակի շարունակությունը հաստատելու համար երեկվա հիմնական խնդիրներից մեկը, որ խոսվեց, ուժային կառույցների վերաբերյալ էր, որ Նիկոլը բավական լայն ներկայացրեց եւ իր լուծումներից մեկը, իր տված լուծումներից մեկը, որի մասին խոսակցություն շարունակվեց, այն էր, որ հնարավոր է նոր պարոն Հովհաննիսյանի ադմինիստրացիայի մեջ շարունակական բնույթ ունենան այդ ուժային կառույցների այսօրվա գերագույն շտաբը կարող է շարունակվել 1 տարով կամ եւ մոտավորապես ես ասում եմ, որ իմանաք ինչ տեսակի խոսակցություն է երեք եղել եւ կխնդրեի այսօրվա մեր բանախոսներին, որ մոտավորապես շարունակականություն պահպանենք եւ այսքանը խնդրում եմ հարցեր տալուց սպասեք ձեզ կընտրենք եւ հարցը տվեք, իսկ եթե ձեզ չեն կընտրել, խնդրում եմ այդ հարցը չտալ եւ այսքանով Անդրեաս խնդրում եմ ձերն է խոսափողը։ Շնորհակալություն Լևոն, շնորհակալ եմ բոլորին, որ այսօր հնարավորություն կա քննարկենք մեր երկրի համար կարևորագույն հարցը։ Դա իշխանության հարցն է, չէ՞, դրա համար ենք այստեղ բոլորս հավաքվել։ Մեր երկրում, ինչպես եւ ժողովրդավարական ցանկացած պետությունում, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Դա սահմանադրության երկրորդ հոդվածի դրույթն է եւ բոլորին հայտնի Գագիկ Հարությունյանը, ինքը ոչ միայն սահմանադրական դատարանի նախագահն է, այլ նաեւ իրավաբան է, դոկտոր է իրավաբանական գիտությունների 2010 թվականին իր խմբագրությամբ դուրս եկավ մի գիրք, որը կոչվում է Մեկնաբանություններ սահմանադրության։ Եթե հետևել եք ուսանողների դասադուլին, ոստիկանները դասադուլի առաջի օրը նվիրեցին այդ գիրքը ուսանողներին մեծ հաստ կապույտ գույնի գիրքին։ Մի քանի օր հետո ուսանողները հետ նվիրեցին ոստիկաններին գիրքը։ Դա հենց այնպես չեղավ։ Այդ գրքում ինչ որ հիմա կասեմ, հենվում եմ հենց Գագիկ Հարությունյանի խմբագրած գրերի վրա։ Իր կարծիքի վրա։ Ինչ է նշանակում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը այն սուբյեկտն է, որը որ իշխանության կրողն է։ Մենք ընտրությունների միջոցով ներկայացուցիչներ ենք ընտրում, որոնք որ ներկայացնում են ժողովրդին եւ տրված լիազորությունների շրջանակում իրականացնում են ժողովրդի իշխանությունը։ Երբ որ երկրում առաջանում է պատճառ, ինչի ժողովուրդը կարող է չվստահել ընտրություններին, որովհետև
չկա թափանցիկություն, որովհետև չկա հաշվետվություն ժողովրդին, ժողովուրդը կարող է իրականացնել ուղիղ իշխանություն, անմիջականորեն, և այդ անմիջական ուղիղ իշխանությունը ժողովուրդը իրականացնում է դասական առումով, հանրաքվեների միջոցով, քննարկումների միջոցով, նաև քաղաքացիական անհնազանդության միջոցով։ Դա Գագիկ Հարությունյանի գրած տեքստն եմ ընթերցում։ Քաղաքացիական անհնազանդությունը դա առանց բռնության, խաղաղ ճանապարհով քաղաքացիների հայտարարությունն է եւ գործողությունները, որ իրենք չեն համագործակցում անօրինական իշխանությունների հետ։ Դա մեր բոլորիս իրավունքն է։ Ինչ է ապրիլի 9-ը։ Ես գտնում եմ, որ մեր երկրում իսկական ընտրությունները սկսվում են հիմա։ Որովհետև ապրիլի 9-ին մենք պիտի որոշում ընդունենք, մենք ում ենք ենթարկվում։ Ենթարկվում ենք ժողովրդի կողմից ընդունված որոշումներին, թե ենթարկվում ենք անօրինական իշխանություններին, որոնք որ պարզապես զբաղացնում են այդ պաշտոնը ինչ ճանապարհներով։ Այդ օրը որոշում ընդունելու օրը ապրիլի 9-ն է։ Եվ ապրիլի 9-ին սկսում է կարևոր ժամանակաշրջան, որը որ կոչվում է անցումային ժամանակաշրջան։ Դա այն ժամանակաշրջանն է, երբ քաղաքացիական անհնազանդություն հայտարարած հանրությունը պիտի անցնի մինչև նոր ընտրություններ, մինչև նոր սահմանադրական վիճակի հասնելու եւ նոր իշխանություններ ձևավորելու։ Այդ ժամանակահատվածը կոչվում է անցումային ժամանակաշրջան։ Ես գտնում եմ, որ մեր երկրում այսօր այն մարդը, որը որ կարող է գլխավորել այն մարմինը, որը որ պիտի վերահսկի անցումային ժամանակաշրջանը, դա Ռաֆի Հովհաննիսյանն է։ Այսօր Ռաֆի Հովհաննիսյանը այն քաղաքական գործիչն է, միակ քաղաքական գործիչն է Հայաստանում, որը լեգիտիմ ճանապարհով ձեռք է բերել հանրության մեծագույն քվեն։ Եվ ոչ մեկի համար վիճելի չի, որ Ռաֆի Հովհաննիսյանը շնորհիվ իր քաղաքական ամբավի, շնորհիվ իր այսօրվա արդյունքին, այն միակ քաղաքական գործիչն է, որը կարող է գլխավորել այդ ժամանակաշրջանում երկրի բարձրագույն մարմին։ Բնականաբար դա պիտի լինի հանրության որոշումը, դա պիտի լինի ուղիղ ժողովրդավարության դրսևորման արդյունքը, բնականաբար։ Երկրորդը իհարկե ցանկալի կլներ, որ ապրիլի 9-ին այն քաղաքական ուժերը, որոնք որ ձևավորում են ազգային ժողով, ֆրակցիաները լինեին այստեղ, ոչ թե ինչ-որ ուրիշտեղ։ Որովհետև երկրի նախագահ որևէ մարդ դառնում է երթումը տալուց հետո։ Երթումը նա տալիս է ազգային ժողովի նիստին։ Եվ մեր խնդիրն է իմ կարծիքով, որ այդ ազգային ժողովի նիստը լինի ապրիլի 9-ին այստեղ, ոչ թե ուրիշտեղ։ Մեր խնդիրն է մենք հիմա ճանապարհային քարտեզ ենք քննարկում ըստ էության։ Ես միգուցե շեղվել եմ այն տրամաբանությունից, որ չէ, բայց ապրիլի 9-ին իմ կարծիքով անհրաժեշտ է, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք որ հայտարարել են, որ իրենք ժողովրդի կողքն են, լինեն այստեղ։ Որովհետև եթե իրանք լինեն այնտեղ, ուրեմն իրենց հայտարարությունը, որ ժողովրդի կողքն են, որևէ բան չարժի, ուրեմն իրենք հնազանդ են, ճանաչում են եւ ընդունում են այդ կեղծիքներով ընտրված մարմինը եւ ստեղ ավելին ուրիշ խնդիր կա։ Տեսեք, 2-3 օր դիսկուսիա է գնում եւ սահմանադրական դատարանում եւ դրանից հետո արդեն ԶԼՄ-ներում, ով է պատասխանատու ընտրությունների կեղծելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասում է, ես պատասխանատու չեմ։ Կուսակցություններ դուք ունեք ներկայացուցիչներ ընտրական հանձնաժողովներում, դուք եք պատասխանատու։ Այսինքն ՀԱԿ, դու ես պատասխանատու, Դաշնակցություն, դու ես պատասխանատու, Բարգավաճ Հայաստան, դու ես, ու թվով ասում են, այսքան բան ունես, անդամ ունես հանձնաժողովների, այսքան նախագահ ունես, այսքան ես ունես, այն ունես, չէ, ստորագրել ես, հետո այդ բոլոր քաղաքական ուժերը իրոք
պատասխանատու են եւ իրենց համար այդ ապրիլի 9-ը այն օրն է, երբ որ իրանք պետք է ասեն, իրանք ընդունում են այդ կեղծիքներով արդյունքը, թե եթե չեն ընդունում այդ արդյունքը, ապա իրանք պիտի լինեն ստեղ։ Եվ այդ դեպքում բնականաբար իրանք ստեղ լինելը կարձանագրի նոր քաղաքական արդյունք, որ մենք ունենք անցումային շրջանը ղեկավարող մարմին եւ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք որ իրենց համար հայտարարել են, որ իրենք ժողովրդի կողքն են, բոլորը այստեղ են։ Եւ այդ դեպքում անկախ նրանից թե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին ինչ կանի, իր երթումը կլինի միայն ՀՀԿ-ի, հա, կամ մի խոսքով այն մարդկանց շրջանակում, ում որ կարելի էր եւ մեծ միջոցառում չանել, իրենք գիտեն, որ իրար նկատմամբ տված երթումները ոնց են պաշտպանում եւ այլն։ Սա կարևոր խնդիր է։ Սա կարևոր խնդիր է, որը ստեղծում է առաջադրանք մեզ բոլորիս համար։ Քաղաքացիները պիտի մինչև 9 պիտի կարողանան իրենց կարծիքը դրսևորեն միտինգների միջոցով, երթերի միջոցով, տարբեր կազմակերպված խաղաղ եւ սահմանադրական շրջանակում նախատեսված բոլոր հասանելի միջոցներով ձգտել նրան, որպեսզի այդ ամենը ստանա զանգվածային հնարավորին մեծ մասնակցություն, որպեսզի այդ վերանշված քաղաքական ուժերը հարկադրված լինեն ապրիլի 9-ին գալստել։ Հակառակ դեպքում ի հայտ կգա, որ իրենք ժողովրդի հետ չեն։ Եվ այստեղից է գալիս իշխանությունը։ Իշխանության աղբյուրը ժողովրդի դիրքորոշումն է, իսկ ես նորից եմ կրկնում, այն դրության մեջ, որի մեջ այսօր հայտնվել ենք, երբ չունենք վստահություն ընտրությունների նկատմամբ, չունենք վստահություն ընտրությունների քվեարկության արդյունքով ընդունված որոշման վերաբերյալ, ով է ընտրվել ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, չենք ընդունում դա, ժողովուրդը ինչ պիտի անի։ Ժողովուրդը պիտի այդ դեպքում ուղիղ իրականացնի իր իշխանությունը։ Դրա համար ժողովուրդը պիտի առաջինը կազմակերպի, գտնի իր կազմակերպման ձևերը, երկրորդը կարողանա իր որոշումը ուղիղ իշխանություն իրականացնելու մոբիլիզացիայի նաև միջոցով մատուցի եւ քաղաքական ուժերին եւ արտաքին աշխարհին, որ ցույց տա, որ մեր երկրում ժողովուրդը որոշել է վերջ շինցու ընտրությունները չեն լինի, շինցու ընտրությունների արդյունքում քրեա օլիգարխիկ համակարգը հնարավորություն վերարտադրվել չունենա։ Դա միայն կախված է ձեզանից։ Երբեք ռեժիմը չի կարող որևէ այստեղ ոչնդոտ ստեղծել քաղաքացիների ճանապարհին, որովհետև չունի դրա համար որևէ լծակ։ Եթե ինքը սկսեց կրակել մարդկանց վրա, եթե ինքը սկսեց մարդկանց հետապնդել, պատժել, միանշանակ հանրությունը ձեռք կբերի զինված ապստամբության իրավունք։ Դա արդեն մյուս իրադրություն է կլինի։ Եվ ռեժիմը դա հասկանում է։ Ռեժիմը նույնպես չունի ցանկություն, որպեսզի մեր երկրում անկայունությունը հասնի այդ աստիճանի։ Մենք պատերազմի մեջ գտնվող պետություն ենք եւ մեր քաղաքական օպոնենտները նույնպես մեր երկրի մի մասն են եւ իրենք ինչքան էլ մեր եւ իրենց քաղաքական հայացքները տարբեր լինեն, ինչքան մենք տարբեր մոտեցում ունենանք ժողովրդի շահերի վերաբերյալ, այնուամենայնիվ բոլորը ունեն կարմիր գիծ, որը որ իրենք չեն անցնի։ Եթե անցնեն, բնականաբար իրենք պատասխան կտան ամբողջ հանրության առջև այդ բանի համար։ Բայց այսօր ես կփորձեմ ամփոփել այս իմ խոսքը հետևյալով։ Դա միայն ժառանգության եւ Ռաֆի Հովհաննիսյանի խնդիրը չի։ Վերել ապրիլի 9-ին բոլոր կուսակցությունները այստեղ։ Դա ժողովրդի խնդիրն է, դա ժողովրդի պահանջը պիտի լինի։ Ժողովուրդը պիտի դնի այդ ուլտիմատումը քաղաքական ուժերին եւ ասի, քաղաքական ուժեր, այն բոլոր ուժերը, որ ասել են, որ ժողովրդի կողքն են, դե եկեք։ Մեզ համար ապրիլի 9-ը այստեղ է որոշվում։ Այս հրապարակում։ Մնացածը, ով որ լինելու են այլ տեղ, որտեղ էլ լինեն, իրենք լինելու են ժողովրդին դեմ, իրենք լինելու են ոչ ժողովրդի կողքը։ Նույնիսկ եթե չգնան Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած այդ միջոցառմանը, այլ տանը մնա որպես չեզոք, ոչ ես մի բևեր հետ, դա նույնն է, դա նշանակում է, որ իրենք այնուամենայնիվ հնազանդ են, իրենք այնուամենայնիվ ընդունում են անօրինական իշխանության հսկողությունը իրենց վրա։
Մենք ունենք մոտ 20 օր այդ խնդիրը լուծելու համար։ Եվ ես գտնում եմ, որ դա նորմալ ողջամիտ ժամկետ է, որ մենք կարողանանք այդ ընթացքում ձևավորենք եւ քաղաքացիական կոմիտեները անհրաժեշտ եւ խնդիրներ դնենք մեր առջեւ, որպեսզի մոբիլիզացնենք հանրության ուժերը, համապատասխան միջոցառումների միջոցով ցուցադրել մեր քաղաքական կամք, որ մենք միամուռ պատրաստ ենք պայքարել քրեօլիգարխիկ համակարգի հետ, որ մենք միամուռ պատրաստ ենք պահանջ ներկայացնել քաղաքական ուժերին, որ իրանք ապրիլի 9-ին լինեն այստեղ։ Հիմա պատասխանեմ հարցերին, թե Շնորհակալություն Անդրեաս, մի հատ շնորհակալություն Անդրեաս, Արշակ խնդրեմ։ Հարգարժան Անդրեաս, Ներողություն, խնդրում եմ հայրիկ ձեր հարցը պահեք վերջում, առիթ կունենաք հարց տալու։ Խանգարում եք մնացածին, բայց։ Պարտավոր եմ, ասելուց հետո կասեք։ Ոչ, հարց ու պատասխանը 15 րոպեից է։ Այո։ Ոչ, մենք պետք Ոչ։ Հայրիկ։ որը ասում է ինձ խփեք, ես չեմ ես ոչ եմ անում ժողովրդի հետևեն նրան եւ մի արարք որ եթե նրանք սադրեն Են միլիցենա մենք պետք է Եթե դուք չեք ուզում սադրեք այս հավաքույթը, խնդրում եմ հայրիկ, զսպեք ձեզ, պահեք ձեր հարցը վերջում կունենաք առիթ։ Իսկ հիմա ձեզ Թողեք վերջանան ու կասի չփռելի, բա։ ասել ես եթե լավ, ուրեմն մեր այս պարոնի օրինակով խնդրում եմ որևէ մեկը ջետերի վերջացավ։ Շնորհակալություն, դուք առիթ կունենաք հարց տալու, բայց հիմա չէ։ Արշակ խնդրեմ, ձերն է։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իմ անունն է Արշակ Զաքարյան, բարևում եմ բոլոր իմ հայրենակիցներին։ Ես սկսեմ նրանից, թե ինչի ես միացա այս շարժմանը, շատ երկար ժամանակ, այսպես ասած, պասիվ մնալով, հավատալով, որ մենք քաղաքական գործիչները կանեն այն ամեն ինչը մեր համար, ես այս անգամ որոշեցի, որ պետք է միանամ այս շարժմանը եւ պետք է փորձեմ իմ լուման ներդնեմ որպես Հայաստանի քաղաքացի այս քաղաքացիական շարժման, այս քաղաքացիական անհնազանդության եւ օրենքի մենք բոլորիս բաղձանքը, որպեսզի օրենքը գերակայի այս երկրում։ Ես միացա այս շարժմանը, որտեղ լսեցի Ռաֆի Հովհաննիսյանի ելույթները եւ նա ասեց, որ ոչ թե ինքը եկել է այստեղ, որ ասի ժողովուրդը ինչ անի, այլ ինքը եկել է, որպեսզի անի այն, ինչ ժողովուրդն է իրեն խնդրում։ Դա առաջին ղեկավարն է, որ ժողովուրդը ընտրել է լեգիտիմիտ ճանապարհով, ես այդպես եմ կարծում, որ առաջի անգամ է, որ առաջի անգամ ես հավատացի, որ ժողովուրդը ոչ թե նույնիսկ Ռաֆի Հովհաննիսյանի հորդորումով գնաց ընտրեց Ռաֆի Հովհաննիսյանին, այլ ուղղակի գալով այդ հասկացողությանը, որ այս երկրին պետք է փրկի ինչ-որ մեկը, ում ժողովուրդը հավատում է, գնաց իր ձայնը տվեց պարոն Ռաֆի Հովհաննիսյանին, անկախ նրա կուսակցական, անկախ նրա քաղաքական մնացած գործողություններից, որպես մարդ, որին մենք ճանաչում ենք անբիծ, անարատ եւ որպես քաղաքական գործիչ, որ մինչեւ այսօր մեզ բոլորիս ապացուցել է իր ժողովրդի կողքին գտնվելու փաստը։ Ես սկսեցի մասնակցել ժողովներին, եկա այստեղ տեսա աշխուժությունը եւ մի այսպիսի նախաձեռնություն արեցի, որ անկախ ամեն ինչից որևէ մեկից չհարցնելով պարոն Ռաֆի Հովհաննիսյանից, չհարցնելով ժառանգությունից, տեսնելով, որ ժողովուրդը սկսում են նորից պասիվանալ, ինչ իմ կարծիքն եմ ասում անձնական, ես այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկա, որ ապրիլի 8-ին եկեք մենք գնանք հաստատելու մեր քվեն, քանի որ դիտորդները արտասահմանյան, որ եկել էին այստեղ, ականջներն ու աչքերը փակում էին, ասում էին ամեն ինչ նորմալ է կատարվում, երբ որ գողացվում էր Ռաֆի Հովհաննիսյանի ձայները ակնհայտ եւ դրվում էր Սերժ Սարգսյանի թղթերի վրա։ Աչքերը փակում էին նաև արտասահմանի բոլոր այլ լիդերները, ովքեր զանգում եւ շնորհավորում էին մաքուր եւ արդար ընտրություններ անցկացնելու համար, եւ ամբողջ հայ ազգը ասում է, որ նման ընտրություններ չեն տեղի ունեցել։ Եվ ես խնդրեցի, որ եկեք մի անգամ մեր կյանքում հավաքվենք, եկեք մի անգամ մեր կյանքում կողք տնենք մեր բոլոր կուսակցական, ինչ որ շարժումների պատկանելիությունը
եւ որպես հայ ժողովուրդ, հայ ազգ գնանք ասելու մեր ոչը հենց հիմա կառավարող անօրինական ռեժիմին։ Ես ինքս 2008 թվականին ընտրել եմ Սերժ Սարգսյանին։ Նա ինձ տվել է խոստումներ։ Տվել է խոստումներ, որ կկատարի բարեփոխումներ, տվել է խոստումներ, որ ժողովրդի վիճակը կլավանա։ Իմ նրան տված ժամանակը եղել է մինչև 2013 թվականի ապրիլի 8-ը։ Եվ ես ինձ համարելով որպես խաբված ընտրող, եւ տեսնելով, որ ոչ մի իմ խոստումը, ոչ մի բարեփոխում չի կատարվել, ես ուղղակի նախաձեռնեցի, որպեսզի գնամ նրա կառավարման վերջի օրը եւ նրան ասեմ, որ դուք ինձ խաբել եք, ձեր միակ բարեփոխումը կարող է լինել ձեր համակարգով հանդերձ հեռանալ։ Ինչու դա ես ընտրեցի ապրիլի 8-ին, որովհետև դա այն օրն է, երբ նա համարվելու է այս երկրի նախագահ։ Հաջորդ օրը ես ինքս որպես քաղաքացի նրան չեմ համարում այս երկրի նախագահ։ Հաջորդ օրը մենք ունենք ընտրված նախագահ, որ ժողովրդի կամքով է ընտրվել։ Նաև սիրելիներս, ես այսօր անպայման եկա եւ հենց իմ այստեղ գտնվելը փաստ է նրա, որ ժողովրդավարությունը սկսում է հաղթել։ Բացատրեմ ինչի, որովհետև վերջերս համացանցում մի տեսակ պարակտում է սկսվում ապրիլ 8 եւ ապրիլ 9, որ հայտարարվել է, որ գալու ենք շնորհավորելու պարոն նախագահի երդման արարողությունը։ Եվ որպեսզի չլինի այնպիսի տպավորություն, որ իրոք ժողովրդի իսկ Ռաֆի Հովհաննիսյան ժողովրդի ներկայացուցիչն է մեջ պարակտում է մտնում, ես եկա այստեղ եւ ինչպես տեսնում եք առանց խոչընդոտ կանգնած եմ այստեղ, ոչ մեկ ինձ չի ասել ես ինչ եմ խոսալու, ոչ մեկ ինձ չի ասել ես ինչի մասին եմ այստեղ պատմելու։ Այսինքն եթե ես սադրիչ լինեի, կարող էի շատ հանգիստ հիմա այստեղ սադրանք անել, նույնիսկ այդ դեպքում, երբ որ մարդիկ կարող են ասել չես խոսալու այստեղ։ Հիմա բացատրեմ, թե ժողովրդավարությունը, որ նոր Անդրեասը բացատրում էր, հենց նա է, որ ժողովրդի կամքը կատարում է նախագահան։ Նախագահան ընտրվում է ժողովրդի կողմից, ոչ թե ժողովրդին ասելու ինչ պետք է անել, այլ անելու այն, ինչ ժողովուրդն է պահանջում։ Ես որոշել էի կազմակերպել 1 միլիոնանոց ցույց։ Դա այդպիսի տերմին կա, 1 միլիոնանոց ցույցով Մարտին Լութեր Քինգը Ամերիկան ազատեց ստրկությունից։ Ես հիմա ուզում եմ այս ստրկությունից էլ մենք ազատվենք, ընդհանրապես դա է եղել իմ ցանկությունը, որը եկել է իմ սրտից, եւ ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Եթե այդ նախաձեռնությունը որևէ կերպ, ես հայտարարում եմ սա, ես երեք ասեցի բոլորին ու կհայտարարեմ, որևէ կերպ խանգարի ընդհանուր որոշումներին, ապա իհարկե որպես ժողովրդի մեկ մասնիկ ես ինքս իմ նախաձեռնությունից հետ կկանգնեմ։ Ես դա արել եմ ոչ թե նրա համար, որպեսզի խանգարեմ, ես դա արել եմ ոչ թե նրա համար, որպեսզի պարոն Ռաֆի Հովհաննիսյանին ցույց տամ, որ մենք էլ ինչ-որ բան կարող ենք անել, այլ արել եմ նրա համար, որպեսզի օգնենք այս շարժմանը։ Ես կարծում եմ, որ պետք էլ չէր, որ դա կազմակերպված լինի Ռաֆի Հովհաննիսյանի կողմից։ Ռաֆի Հովհաննիսյանը ժողովրդի ներկայացուցիչն է։ Եվ եթե ժողովուրդը, եթե քաղաքացիները ինչ-որ բան են նախաձեռնում, նա կարող է մասնակցել որպես քաղաքացի այդ օրը այդ երթին։ Ես առաջարկեցի ինչի ամսի 8-ը, որտեղ գիտեք, թե ինչեր են տեղի ունենում այս երկրում, արդեն բոլորը տեղել եք, անցել եք դրա մեջով, ինչպես են փակվում ճանապարհները, ինչպես են մարդիկ մեկը մյուսին խանգարում, որպեսզի, այսինքն մարդիկ չէ, իշխանությունը խանգարում մարդկանց գալու, ներկա լինելու մեր նախագահի երդմակալությանը։ Եվ մտածելով, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ ամբողջ ժողովուրդը կարողանա գալ այստեղ շնորհավորելու նորընտիր նախագահին, պետք է հավաքվել մեկ օր շուտ, բայց նորից եմ ասում, սա իմ նախաձեռնությունն է, սա համաձայնվեցած չէ, սա վերջնական որոշում չէ։ Անպայման ես հաշվի եմ առնելու եւ մենք բոլորս շատերն են միացել այս երթին, հաշվի ենք առնելու բոլորի կարծիքը։ Հենց դա է մեր իմաստը, որ մենք բոլորով որոշենք, ժողովուրդը որոշի եւ ժողովրդի ներկայացուցիչները կատարեն դա։ Սիրելի հայրենակիցներ, ամսի 8-ին իմ պլանավորած եղանակով մենք գնում ենք, որպեսզի ասենք Սերժ Սարգսյանին, որ այս ժողովուրդը, այս 800 հոգին, 800,000 հոգին, այս 1 միլիոն հոգին, այս 300,000 հոգին կապ չունի քանակը, եկել են ձեզ հայտնելու իրենց անվստահությունը ձեր եւ ձեր ռեժիմի նկատմամբ։ Մենք այլևս այսպես ապրել չենք ուզում։
Մենք ուզում ենք փոխել մեր ապրելակերպը։ Մենք ուզում ենք, որ ռեժիսորը ֆիլմ նկարի։ Մենք ուզում ենք, որ գիտնականը զբաղվի իր գործով։ Մենք ուզում ենք բժիշկը բժշկի։ Մենք չենք ուզում, որ դոկտորը կանդիդատ դոկտոր գնա տաքսի քշի։ Մենք չենք ուզում երկու ինստիտուտ ավարտած երիտասարդ աղջիկը գնա աշխատի Դալմայի այգիներում որպես վաճառողուհի։ Դրա մասին ենք մենք գնում ասենք։ Եվ նաև մեկ ուրիշ շատ կարևոր քայլ։ Ամսի 8-ին մենք գնում ենք ասելու Սերժ Սարգսյանին, որ դուք վաղը այս ժողովրդի նախագահան չեք։ Դուք այսօր ձեր վերջի օրն է նախագահության, վաղը դուք այս 1 միլիոնի, 2 միլիոնի, 2.5 միլիոնի նախագահան չեք։ Եվ մենք ձեզ հայտնում ենք, որ վաղվանից կարող է լինել անհնազանդությունը ձեր ռեժիմի, քանի որ մենք չենք ընդունում ձեր լեգիտիմությունը վաղվանից։ Ընդամենը դա է եղել, եւ նորից ուզում եմ վերջում կրկնած լինեմ, իմ ասածները մի ընդունեք որպես վերջնական որոշում, որովհետեւ սա համաձայնված չէ դեռ վերջնական եւ մեր նորընտիր նախագահի եւ նրա թիմի հետ։ Եթե կլինի այդպիսի համաձայնություն, մենք ձեզ տեղյակ կպայենք։ Իմ այստեղ գալը նրա համար էր, որ հանկարծ չմտածեք, որ պարակտում կարող են մտցնել մեր մեջ։ Երկու կողմից էլ։ Եվ մարդիկ, որ կարծում են պաշտպանում են Ռաֆի Հովհաննիսյանին, եւ մարդիկ, որ կարծում են թե օգնում են Ռաֆի Հովհաննիսյանին, չի լինելու պարակտում։ Ես անձնական, կուսակցական եւ մնացած բոլոր շահերը պետք է մեկ օրով դնել մի կողմ։ Պետք է մեկ անգամ գնալ ընտրության, երբ որ չեն կարող նրանք օգտագործել ջնջվող թանակներ։ Նրանք չեն կարող ժողովրդին, այդ 1 միլիոն ժողովրդին բռնել ու ջնջող թանակով նորից վրաները նշանակել, որ ասեն նորից քվեարկի։ Նրանք չեն կարող, մենք գնում ենք առաջի անգամ ընտրության, որտեղ չեն լինելու կաշառված հանձնաժողովի նախագահներ։ Մենք գնում ենք առաջի անգամ ընտրության, այսինքն հաստատելու մեր ընտրությունը, որ արդեն կատարվել է, առանց լցոնումների, եթե լցոնում անեն, մենակ մեզ կօգնեն, մեր շարքերը կշատացնեն։ Եվ վերջացնեմ իմ խոսքը սրանով։ Ժողովուրդը փետրվարի 18-ին ապացուցեց, որ ոչ մի ուժ, ոչ մի կուսակցություն չունի այն հնարավորությունը, ինչ ունի հենց ինքը ժողովուրդը, այդ ներուժը, որ ունի ժողովուրդը, առանց որևէ մեկից վախենալու, առանց կաշառքներով գայթակղվելու, առաջին անգամ մեր ժողովուրդը գնաց եւ բոլորին, եւ դիմադիրներին, եւ ընդդիմադիրներին ասեց, որ ժողովուրդը այսուհետ ասելու է իր խոսքը եւ իշխանությունը միայն պետք է լսի հետ ժողովրդին։ Շնորհակալություն Արշակ։ Լավ, հիմա անցնենք հարցերի, ինչպես որ պայմանավորվեցինք, առաջի 6 հարցերը միայն լրագրողների կողմից եւ հաջորդ հարցերի շարանը մնացածի կողմից եւ նորից կվերադառնանք լրագրողներին։ Ուրեմն սպասեք միջև ձեզ նկատեմ ու ներկայացեք, եթե ցանկանում եք, խնդրեմ։ Ես հարցը կկրկնեմ հակիրճ ձևով։ Պարոն Ղուկասյան, ուզում եմ հասկանալ այն մեխանիզմը, որով պետք է ժողովուրդը ինչ քայլերով պետք է ճնշում գործադրի քաղաքական դերասանց ուժերի նկատմամբ, որ դա կանգնեն իրենց կողքը։ Ես կվերարտադրեմ հարցը։ Եվ երկրորդը ժողովրդից բացի, արդյոք քաղաքական հարթության վրա տեղի ունենում են բանակցություններ ձեր եւ քաղաքական այլ ուժերի միջև ակտիվ բանակցություններ չէ, նկատի ունեմ թիմի Ռաֆի Հովհաննիսյանի ակտիվ բանակցություններ ապրիլի 9-ին նրանց այստեղ։ Ուրեմն հարցը Վահի Մարտիկ եմ Վահի կողմից Անդրեասին, որ նախ ինչ մեխանիզմներով է ճնշումը բանեցվելու ռեժիմի վրա եւ երկրորդը քաղաքական ուժերի վրա, որ կանգնեն իրենց քաղաքական ուժերի վրա եւ արդյոք ակտիվ բանակցություններ վարում է Անդրեասը եւ այն թիմը, որի մասն է կազմում ինքը այդ ամսի 9-ին այստեղ բերելու համար Անդրեաս, խնդրեմ։ Միջոցներ շատ կան եւ քաղաքացիական անհնազանդության երևի ամենապարզագույն դրսևորումը դա քաղաքացիական անհնազանդության ամենապարզագույն դրսևորումը, որը երևի ամենամեծ սպառնալիքն է ռեժիմի համար, դա քաղաքացիների միասնական որոշումն է հարկ չվճարել։ Եվ երբ որ քաղաքացիները ուլտիմատում են դնում իշխանություններին ու ասում են, որ եթե դու այսպես անես, ես այնպես կանեմ,
իշխանությունները այստեղ իրենք են իրենց ուսերին վերցնում պատասխանատվությունը հետագա զարգացումների համար։ Բոլոր դեպքերում հանրության ձայնը կախված է հանրության կարողությունից ցույց տալ սոլիդարությունը, այսինքն եւ երթերը, եւ միցինգները, հանրահավաքները դա անհրաժեշտ միջոցներ են ցույց տալ, որ քաղաքացիները ինչ որ կարգախոսների շուրջ միավորված են։ Այդ կարգախոսները բնականաբար պահանջում են քաղաքական եւ իրավական ողջամիտ ձևակերպում։ Ապրիլի 9-ը պարզապես դա այն օրն է, երբ ժողովուրդը, նորից եմ ասում, ընտրություն է անում ինքը անօրինական իշխանությունները ընդունելու է, ենթարկվելու է այդ իշխանություններին, թե ոչ։ Դա ֆունդամենտալ հարց է։ Եվ ես ինչի մատնանշեցի Գագիկ Հարությունյանի կողմից խմբագրված այդ մեկնաբանությունները սահմանադրություն։ Դա իմ հորինածը չի, դա որևէ մեկի հորինածը չի, դա ժողովրդավարության սկզբունքների ժողովրդավարական պետության իրավական, քաղաքական բնորոշ հատկություններն են։ Տրամաբանությունը շատ պարզ է։ Եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ եթե այդ իշխանությունը ժողովուրդը չի կարող դրսևորել, չի կարող իրականացնել ներկայացուցիչների միջոցով, ապա նա այդ անում է ուղիղ ճանապարհով, անմիջականորեն։ Դա անվիճելի է։ Դա անվիճելի է թե քաղաքաիրավական մակարդակներում էքսպերտների կողմից, թե այլ պետությունների կողմից։ Ուստի եւ ես երկրորդական եմ համարում այս պահի դրությամբ խոսել նրա մասին, որն է այն ուլտիմատումի միջոցը։ Պարզ ասում եմ, ամենապարզ միջոցը հարկեր չվճարելն է։ Մեկ, բայց այդպիսի միջոցներ կարող են լինել 10։ Ներեցեք, հարցս մի փոքր այլ է։ Ես ուզում եմ ասել այն քաղաքական ուժերը, որոնք որ ասում եք ապրիլին կամ կանոնեն կամ չեն կանոն։ Այդ քաղաքական ուժերին այստեղ ժողովրդի կողքը բերելու համար ինչ պետք է արվի։ Եվ դուք քաղաքական հաղթության վրա բանակցությունները վարում եք նրանց։ Իհարկե, քաղաքական գործունեությունը, քաղաքական հաղթության վրա ես վստահ եմ, որ քաղաքական ուժերը բոլորս տեսնում ենք, անում են իրենց աշխատանքը։ Ժառանգություն, կուսակցությունը աշխատում է բոլոր մյուս ուժերի հետ։ Երբեմն լինում է իրեն նույնիսկ քննադատում են, ասում են ինչ ես այդպես համագործակցություն։ Դա քաղաքական ուժի պարտականությունն է։ Իրազեկել, բանակցել, համոզել եւ անել այն ամենը, որպեսզի հասնել կոնկրետ արդյունքի, կողք դնելով տարբեր շատ այլ հանգամանքներ, որովհետեւ երբ որ երկրի համար կարևորագույն հարց է լուծվում, որը անհրաժեշտություն է պահանջում, որպեսզի բոլորը միավորվեն, շատ տարաձայնություններ, շատ խնդիրներ կարող են կողմ դրվել այդ հարցի լուծման համար։ Ես տեսնում եմ, որ քաղաքական ուժերը այսօր ունեն ինչ-որ մի գործընթաց։ Ես ինքս որպես քաղաքական գործիչ նույնպես իմ կողմից սատարում եմ այդ process-ներին հնարավորինս։ Հիմա չեմ կարող այստեղ մատնանշել որևէ կոնկրետ օրինակ արդյունքի տեսակետից, բայց վստահեցնում եմ, որ բոլորս աշխատում ենք այդ արդյունքի վրա։ Խնդրեմ, ներկայացեք։ Ես կկրկնեմ հարցը, խնդրեմ։ Ես չեմ Ուրեմն հարցը զինված ամստամբության պարզաբանման համար Անդրեաս, խնդրեմ, շարունակեք։ Որ դեպքում հանրությունը ժողովուրդը ձեռք է բերում ամստամբության իրավունք, սա էր ձեր հարցը։ Դուք բացառում եք դա։ Անօրինական ռեժիմից ազատվելը դա ժողովրդի պարտականությունն է։ Այո։ Այն ժողովուրդը, որը իրեն չի կարող պաշտպանել թշնամուց, անօրինականությունից իր ներքին հարցերում, չի կարող որպես ազգ միջազգային հարաբերություններում հանդես գալ, որ հպարտորեն ասի, ես էլ եմ միջազգային ոլորտում հարաբերություններում հանդիսանում որպես մի ազգ, որը ճանաչված է բոլորի կողմից։ Եթե չէ, նայենք ինչպես են ձևավորվել պետությունները։ Պետությունները ձեռք են բերել անկախություն պայքարելով դրա համար։
ապստամբություններով պայքարել են իրենց երկրի ներսում արդար համակարգեր ստեղծելու համար։ Զենքով պայքարել են օտարի դեմ իրենց երկրի ազատության համար։ Այսօրվա 192 պետությունը, 200 համարապետությունը, որ գոյություն ունեն աշխարհում, բոլորը հասել են իրենց կարողության, հնարավորության պայքարով եւ հայ ժողովուրդը ունի այսօր նույն խնդիրը։ Մենք գտնվում ենք այնպիսի իրադրության մեջ, որ մեզ սահմանափակում է պատերազմային դրությունը Ադրբեջանի հետ։ Եվ դրա համար բոլոր քաղաքական գործիչները, նորից ասում եմ, աշխատում են զերծ պահել մեր հանրությունը բախումներից, իշխանություն, հանրություն բախումներից զերծ պահելը, դա բոլոր քաղաքական գործիչների պատասխանատվություն։ Բայց եթե ռեժիմը հիմա բերի ստեղ մարդկանց ու սկսի գնդակահարել ձեզ, մենք ինչ անենք, գնանք դու։ Եթե ռեժիմը իրեն թույլ տա հարձակվել խաղաղ պայքար տանող քաղաքացիների դեմ, մեր պարտականությունը կլինի, իհարկե, սկսել ապստամբություն։ Դա մեր պարտականությունը կլինի։ Եվ այստեղ թող ոչ մեկի մոտ չլինի այդ հարցի շուրջը մոլորություն։ Ժողովուրդը պարտավոր է իրեն պաշտպանել, այն ժողովուրդը, որ իրեն չի կարող պաշտպանել, միջազգային հարթակից դուրս է գալ։ Շնորհակալություն Անդրեաս, հաջորդ հարցը։ Ոչ, հիմա չէ, առիթ կլինի բոլորին։ Լրագրողներից հարցեր եթե չկան կա։ Լրագրողներից ուրիշ հարցեր եթե չկան, խնդրեմ, ներկայացեք։ Ներողություն հայրիկ, դուք նորից խանգարում եք։ Հասկացանք, տվել եք, երրորդ անգամ արդեն։ Բավ է։ Լավ, խնդրեմ, Գալա հերոստա ընկերություն Միլենան հարցնում է մտավորականները առաջարկում են կամ կարծիք ունեն, որ ժողովրդի մոտ մտային հասունություն է պետք հեղափոխություն անելու համար, փոփոխություն անելու համար եւ հարցը երկուսին է, թե Անդրեասին կամ Արշակին նաեւ երկուսին, թե իրենց կարծիքով այդ պահը հասել է, ժողովուրդը պատրաստ է դրան, ես կխնդրեի մեր ռեժիսորը սկսեր սա պատասխանել։ Որպես արվեստի աշխատող, որպես այսպես ասած մտավորական, նախ մտավորականները ես կարծում եմ իրավունք չունեն ժողովրդի մասին այդպիսի կարծիք հայտնել, եթե ես ճիշտ եմ հասկացել, միգուցե սխալ հասկացա հարցը, որ ժողովուրդը իրենք էլ ժողովրդի մի մաս են կազմում եւ մտավորությունը չի կարող, նույնիսկ մտավորականությունը չի կարող ժողովրդից բարձր կանգնել, բայց գիտակցությունը ժողովրդի մոտ արդեն հասունացել է։ Մենք մեր ընտրություններով դա ցույց ենք տվել, այսինքն մտավորականության պատասխանը ինքին արդեն եղել է, որ ժողովուրդը հասել է այդ գիտակցությանը, որ այլևս նման կերպ ապրել հնարավոր չէ եւ դուրս է եկել փողոց, դուրս է եկել ընտրության եւ տվել իր ձայնը մի մարդու, ում նա կարծում է, որ կարող է իրեն բոլոր հարցերը լուծել։ Ժողովուրդը դա մի քանի սերունդներ են, որ միաժամանակ ապրում։ Եվ այսօր մենք այստեղ ենք, որպեսզի բնականաբար փոխենք մեր կյանքը։ Բայց նաև ստեղծել երաշխիքներ ապագայում, որ մյուս սերունդները այդպես չապրեն, ինչպես մենք ապրեցինք այս ժամանակահատվածը անկախություն ձեռք բերելուց հետո, երբ իհարկե մեր ժողովուրդը ունեցել է նվաճումներ, բայց մեկտեղ մենք ունեցել ենք լրջագույն խնդիր, անարդար եւ անօրինական ռեժիմ է ձևավորվել մեր աչքի առաջ։ Եվ մենք ի վիճակի չենք վերահսկել մեր պետությունը։
այն մարդիկ, ովքեր որ հանդես էին գալիս որպես ժողովրդի ներկայացուցիչ, օգտագործում էին պետական իշխանությունը իշախ իրենց։ Եվ դրա համար այսօր մենք ունենք երկրում մեծ պրոբլեմ, անօրինական կուտակված շահույթ։ Հիմա ասենց 4 կողմը նայենք, ամեն ինչը խնդիր է, չէ՞։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք որ չեն կարա հաշվետվություն տան։ Այսօր իրենց բարեկեցությունը ինչ աղբյուր ունի։ Եվ դա լրջագույն խնդիր է հանրության համար, դա առհասարակ սեփականության, չէ, լրջագույն հարց է։ Սեփականությունը, որը որ մարդու համար է, այսօր հանրության դեմ է աշխատում, որովհետև այդ անօրինական սեփականության տերը ստիպված է հանրության դեմ պայքարել իր անօրինական սեփականությունը պաշտպանելու համար։ Ինչ է նշանակում հարցադրումը հասունացել է ժողովուրդը։ Ժողովուրդը միշտ էլ հասունացած է։ Երբեք չի եղել պահ, երբ որ մեր ժողովուրդը հասունացած չէր ժողովրդավարական, օրինական, սահմանադրական պետություն ունենալու։ Ժողովրդին միշտ ասել են, մենք չենք կարա այդ ամենը ապահովել, որովհետև աշխարհը մեր դեմ է, մեզ անհրաժեշտ է հիմա հաղթել պատերազմում կամ չգիտեմ հաջորդ ինչ որ նպատակին հասնել, ժողովուրդ համբերի։ Ու ժողովուրդը համբերել է։ Այդպես չի եղել։ Ժողովուրդը զիջել է իր իրավունքները, կամավոր տվել է իշխանությանը, տվել է իր ներկայացուցիչներին, իր քաղաքական ուժերին ու ասել է գնա եւ արա։ Ժողովուրդը դա արել է գիտակցաբար, որովհետև հասկացել է, որ անհրաժեշտ է բոլոր ռեսուրսները տալ իշխանությանը, որպեսզի իշխանությունը կարողանա երկիրը հանի այն ծանրագույն վիճակից, որ 92-93 թվականին անկախությունից անմիջականապես հետո մեր երկիրը ուներ, չէ՞։ Եվ ինչով մենք այսօր ժողովրդին մեղադրենք։ Ժողովուրդը ի՞նչն է սխալ արել։ Ժողովուրդը այդպես պիտի աներ։ Ժողովուրդը եղել է ազնիվ եւ ժողովուրդը եղել է պատրաստ զոհաբերության ու միշտ զոհաբերել է։ Այսօր քաղաքական գործիչներն են պատրաստ իրեն զոհաբերել։ Այո, ոչ թե ժողովուրդն է հասունացել։ Քաղաքական գործիչներն են հասունացել, որ իրենք պիտի զոհաբերեն։ Եվ դրա համար մենք այստեղ։ Կարծես միկրոֆոնին լուծումը կտանք, ընդհանրապես պետք է հետ դնենք։ Լրագրողներից խնդրեմ լրագիրայեմ, ներկայացեք։ Թեմին Ենակյան, լրագիրայեմ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը։ Այ համաշխարհային բանկը եւ միջազգային կառույցները, որոնք այսօր Հայաստանում են գտնվում, եւ թելադրում են համարյա բոլոր ոլորտներում իրենց քաղաքականությունը եւ իրենք անձեռնմխելի են առհասարակ եւ ՀՀԿ դիտորդների տեսքով եւ բանկերում տեղի ունեցած բոլոր հափշտակումների տեսքով, մեր հանքային ռեսուրսների թալանելու տեսքով, իրենք անձեռնմխել են իրենց դատական համակարգում ոչ մի ձևով հնարավոր չէ պատին դեմ տալ եւ հանրության առաջ պատասխանատվության ենթարկել։ Եվ իրենք ստիպում են, որպեսզի մեր սեփական ամենից սեփականացնողի, սկսած առողջապահության ոլորտից վերջացրած հանքերով եւ այլն։ Կուզենայի իմանալ հետագա գործողություններում ինչպիսին է լինելու եւ ինչ օրենսդրություններով ակտերով կարող է հանրությունը պահանջի եւ տերկանքի եւ պաշտպանի եւ ինչպես է տեսնում այդ ոլորտը։ Թերմինը լրագիրայեմ լիքը ծանր հարցեր, հետևյալն է, կփորձեմ բարփակ ձևով ներկայացնել, որ միջազգային կառույցները, այդ թվում միջազգային բանկը, արժույթի ֆոնդը անձեռնմխելի են, հայկական դատական համակարգից հեռու են եւ հարցի մեջ կար ուրեմն ենթատեքստ, որ իրենք նաեւ մեր ընդերքը, մեր ունեցվածքը իր բառն եմ օգտագործում, թալանում են եւ հաջորդ պարոն Հովհաննիսյանի կառավարության մեջ, ես պատկերացնում դրա համար, պարոն Հովհաննիսյանի ադմինիստրացիայում այս հարցի ինչ լուծումներ պետք է ստանա, ես չգիտեմ, եթե մենք պատասխան ունենք, բայց կթույլ տամ Անդրեասը փորձի։ Ես իհարկե ադմինիստրացիայի անունից չեմ պատասխան այս հարցին, բայց ես ուզում եմ մատնանշեմ, որ այսօր շատ կարևոր հանգամանքը նա է, որ Ռուսաստանը իդեմս Պուտինի շնորհավորեց Սերժ Սարգսյանին 2% ավել տվեց։ Всё, Ռաֆի Հովհաննիսյանը Ռուսաստանին ոչ մի բան պարտք չի։
Չէ՞։ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը շնորհավորեց Սերժ Սարգսյանին ու բանավեճի մեջ մտավ ով ինչքան տոկոս եւ այլն։ Всё, Եվրոպայի հետ մենք որևէ բարդ պահանջ հարց չունենք։ Իրենք չեն կարող մեզ որևէ բան ասել եւ Ռաֆի Հովհաննիսյանը այդ մասով ոչ մեկի առաջ պարտավորություն չունի։ Միշտ հեղափոխական դրության ժամանակ, չէ, ասում են, սա արևմուտքն է արել։ Մենք ունենք գրավոր ապացույց Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից, որ այս փոփոխությունները, արմատական փոփոխությունները, որոնք որ կատարվում են մեր երկրում, Եվրոպայի նախաձեռնությունը չի եւ ժողովրդավարության հետ կապված հայ ժողովրդի բոլոր քաղաքական process-ները որևէ կապ չունեն եվրոպական այդ պետությունների այսպես կոչված դեպի ժողովրդավարություն ուղղված քաղաքականությունների հետ։ Այդ քաղաքականությունների հետ բոլորս տեսանք իրենք լավ Սերժ Սարգսյանի հետ այդ համաշխարհային բանկը եւ այլն համագործակցել են եւ ցանկություն ունեն շարունակել համագործակցել։ Կարևոր քաղաքական արդյունքը այսօրվա նա է, որ մենք ունենք Հայաստանում process, երբ որ քաղաքական գործիչը հենվում է սեփական ժողովրդի վրա։ Եվ ամեն ինչ պարզ է, չէ՞, կա ՀՀԿ, կա Սերժ Սարգսյան։ Սերժ Սարգսյանի կողքը կանգնած է Պուտին, Եվրոպա, Օբամա, մնացած բոլորը։ Եվ կա Ռաֆի Հովհաննիսյան, կա ժողովուրդ։ Պարզ է ամեն ինչ, հստակ։ Շնորհակալություն Անդրեաս, լրագրողներից եթե չկան, ես ուրեմն առաջի հարցը կարդամ, որ փոխանցեցին երկրորդ։ Այս սրբությունը մեզ համար եկել է։ Լավ, առաջինը կարդամ, երկրորդը կարծես 3 հատ հարց է։ Ուրեմն չգիտեմ ում կողմից է, բայց Անդրեաս երևի սա ձեզ է վերաբերում։ Եթե ես հարկ չվճարեմ, ինձ կտուգանեն։ Ինչպես է ժողովուրդը պաշտպանելու ինձ, խնդրում եմ բացատրեք ընթացակարգը։ Ընթացակարգը։ Եթե մենք բոլորս գանք այն կազմակերպման մակարդակին, որ մինչև ամսի 9 ունենանք կազմ կոմիտեներ, չէ՞, մինչև այդ ունենանք արդեն կարողություն մեր համատեղ գործողությունները համադրելու, ապա այն օրը, երբ որ դուք եւ ամբողջ հանրությունը, ոչ թե անձամբ դուք, այլ ամբողջ հանրությունը որոշի, որ ինքը դադարեցնում է հարկ վճարելը, իր նախապես տված պահանջի համաձայն, բնականաբար յուրաքանչյուր հարկատուի կողքը կանգնած կլինի այդ ժողովուրդը։ 10,000 հոգի մարդ յուրաքանչյուր հարկատուի կողքը կանգնած կլինի։ Դրա համար անհրաժեշտ է իհարկե ստեղծել շարժման ինֆրակառուցվածքը, այդ կազմակերպչական կոմիտեներ եւ այլն դնելով խնդիրներ ունենալ կազմակերպել միջոցառումներ, մենք միաժամանակ ձեռք ենք բերում ինքնակազմակերպման կարողություններ, ստեղծում ենք այդ կարողությունը վաղը մոբիլիզացնել մարդկանց ցանկացած կետում հանրապետության ցանկացած խնդրի համար։ Այստեղ եմ ես տեսնում, միասնության մեջ եմ ես տեսնում ժողովրդի ուժը։ Շնորհակալություն։ Ուրեմն այստեղ 3 հատ հարցեր կան, բայց ես երևի կմիացնեմ իրար։ Աննազանդություն մինչև ապրիլի 9 օրենքի սահմաններում աշխատանքի չգնալ, արձակուրդ ձևակերպել եւ այլն։ Սա երևի առաջարկ է մնացածիս համար, շնորհակալություն դրա համար։ Եվ հարցը հետեւյալն է, Արշակին է սա վերաբերում։ Ներողություն, հայրիկ։ Մի վարքան։ Շնորհակալություն։ Ավելի ճիշտ մի 10 րոպե, մի վարքան չէ։ Արշակ, ամսի 8-ին գնացինք ցույցի, հետո ինչ ենք անելու։ Ամսի 8-ին գնացինք ցույցի, ցույց չի երթ է։ Իմ նախաձեռնությունը եղել է երթ։ Մենք ամսի 8-ին երեկոյան թույլ կտակ ամսի 8-ի երեկոյան մենք 1 միլիոն մարդով քայլում ենք խաղաղ երթի հայտնելու իշխանություններին եւ այդ օրը դեռ գործող նախագահին մեր անվստահությունը իր եւ իր համակարգի նկատմամբ հանձնում ենք նրան մեր նոտան
որ վաղվանից դուք մեր նախագահան չենք։ Մենք գնում ենք հիմա այստեղի